Երկիր, որին ձեռնտու է պատերազմը։ Գիտեք, տարբեր տեսակետներ կարող ենք ասել, օրինակ կարող ենք ասել Ռուսաստանին այս պահին ձեռնտու է, քանի որ նրա նավթի գներ, բայց դա էլ այդպես չէ, որովհետև եթե Աստված չանի պատերազմը մեկ այլ էսկալացիայի մակարդակի բարձրանա, օրինակ ասենք միջուկային հարված հասցվի Իրանին, այդ դեպքում միլիոնավոր մարդիկ դուրս են գալու Իրանից եւ նաեւ Ռուսաստան մտնեն։ Հետո այդ տնտեսական այս պահի առավելությունը, որ Ռուսաստանը ստացել է, միշտ չի կարող ցկվել, որովհետեւ ամբողջ համաշխարհային տնտեսությունը կապված է եւ այն նավթը, որ այսօր կարողանում է թանկ վաճառել, վաղը չի կարողանալու թանկ վաճառել, քանի որ նավթի գները ընկնելու են, քանի որ ընկնելու է արտադրությունը ամբողջ աշխարհում եւ այդքան նավթի կարիք կարող է։ Թրամփը խալք կղզին ուզում վերցնել։ Ուզում են, բայց եթե վերցնի դա նրան ոչինչ չի տա եւ եթե վերցնի հարյուրավոր եւ հազարավոր զոհեր է տալու, ոչինչ չի տալու այդ խալքի կղզի վերցնելը պատերազմական ուրեմն մի լուրջ առավելություն ստանալու առումով, հասկանում եք, իսկ վերցնելը շատ բարդ է լինելու։ Վերցնելու համար ցամաքային գործողություն է պետք։ Այո, բայց ինչպես են մոտենալու, քիչ առաջ ասում էի, ափին մոտենալու համար ծովով չեն կարողանում Հորմուզի միջանցք մտնել, եթե փորձեն օդով դեսանտ իջեցնել ուղղաթիռներով, ապա ուղղաթիռները շատ խոցելի նշանակետեր, թիրախներ են, շատ խոցելի այսօրվա պայմաններում, հասկանում եք, կարելի է նմանատիպ դեսանտային գործողություններ իրականացնել, եթե դրանք անակնկալ են, եթե դրանք կատարվում են երրորդական, չորրորդական զինված ուժեր ունեցող պետությունների դեմ, այդ դեպքում նման դեսանտային գործողությունները կարող են հաջողություն ունենալ։ Թեև էլի 1, 2, 3 ուղղաթիռ կխփվի, բայց այս դեպքում մինչև մոտենալը կարող են խփել։ Գետնի վրա եթե իջնեն այնտեղ կարող են խփել։ Նրանց կարող են տարբեր ծուղակներ սպասել այնտեղ արդեն նախապատրաստված եւ դիմադրություն է լինելու նաեւ ցամաքում։ Պատմությունը մի այդպիսի դրվագ ունի Լամանշի դեսանտային գրոհը։ Նկատենք Նորմանդիայի, Լամաշով եկան, այդտեղ մեծ կորուստներ են կրել ամերիկյան եւ այդտեղ դա ավելի հաջողված գործողություններ, այնտեղ մի հատված կար Օմահայում, որտեղ շատ մեծ կորուստներ կրեցին եւ կարող էր ձախողվել այդ օպերացիան, բայց ընդհանուր առմամբ այդ գործողությունը ստացվեց։ Այսօրվա հատվածում ես մանրամասն քննարկում եմ, բայց կան ուրիշ դեպքեր, բազմաթիվ դեպքեր, երբ հազարավոր կորուստներ են տվել, օրինակ ամերիկյան զորքերը երկրորդ համաշխարհային Խաղաղ օվկիանոսում ճապոնական զորքերի դեմ տարբեր կղզիներ վերցնելով։ Մի դեպքում 6800 հոգի է սպանվել, Օկինավայի գրավման ժամանակ մոտ 50000 ամերիկացի զինվոր է սպանվել, Իվոջիմայի եւ այլն։ Այնպես տարբեր դեպքեր կան, շատ ծանր գործողություն է։ Դեսանտը առհասարակ ինքը։ Ես ճիշտն ասած ժամանակին մի քիչ խորությամբ եմ զբաղվել, որտեղ ինքս պարաշուտի այսպես սպորտով էի զբաղվում եւ այդ դեսանտը ինքը շատ ծանր, վտանգավոր, ռիսկային գործողություն է։ Մի շարք պայմաններ ու պահանջներ են պետք, որպեսզի դեսանտը հաջողվի։ Հասկանում եք, հիմա կարող եմ թվարկել, որոնք են այդ գործողությունները, բայց չէ, բերեք ավելի կարևոր բանից խոսենք, դա հասկանալն է, որ խրամատում են գտնվում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Նրանք ինչպես միշտ բռնել են սպասողական դիրք եւ բնականաբար նրանք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ են։ Այսինքն նույն խրամատում են գտնվում։ Այո, բայց հայտարարում են, օրինակ Թուրքիան հայտարարում է, որ ինքը դեմ է Իսրայելի այդ հարձակմանը, Միացյալ Նահանգների հարձակմանը, բայց Թուրքիայի վրայով կատարվում են հետախուզական այն կարևոր թռիչքները, AWACS-ի Միացյալ Նահանգների հենց ամերիկյան այդ օդանավերը այդտեղից նաև ԱԹՍ-ներով հսկում են, հետախուզում են Իրանի տարածքը, ել չգիտենք նաև գուցե հենց Թուրքիայից են երբեմն իրականացնում հարձակումները Թուրքիայի տարածքի վրայով։ Իսկ Ադրբեջանը բացահայտորեն այսպես հասկանալի է, որ Իսրայելի կողմից է, տեղեկություններ կան նույնիսկ, որ որոշ հարվածներ իրականացվել են ԱԹՍ-ների միջոցով Ադրբեջանից դեպի Իրան, դա հայտնի է, պարզապես Իրանը դեռևս չի պատասխանում, քանի որ ՆԱՏՕ-ի հարցը կա, Թուրքիայի հարցը կա, բայց ես կարծում եմ, եթե կռիվը թեժանա եւ օրինակ Թրամփը կամ Իսրայելը կատարեն իրենց այդ սպառնալիքը եւ հարվածեն բոլոր էլեկտրակայաններին Իրանի,
բոլոր նավթա արդյունաբերական նավթամշակման գործարաններին, այդ դեպքում Իրանը հարվածելու է իր շրջապատում գտնվող մյուս բոլոր նմանատիպ Իրանը բացահայտ հայտարարում է, ով սպասարկում է։ Այո, բայց հիմա հարցը հենց Ադրբեջանի մասին է, որ նաև Ադրբեջանին կհարվածի։ Նրանց բոլորին հարվածել է, Ադրբեջանին դեռ չի հարվածել, խոսքս Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին է, որը հոսում է ուղիղ Թուրքիա, այնտեղից է լցանավերով ուղիղ Իսրայել։ Իսրայելի նավթի 50%-ն է ապահովում Ադրբեջանը։ Իրանը սրա վրա չի կարող աչք փակել շատ երկար։ Նախիջևանյան դրվագը զգուշացում էր, նախազգուշացում։ Չգիտենք Նախիջևանյան դրվագը իրականում իրանացիներն էին թե չէ, եթե իրենք էին նախազգուշացում էր, եթե ոչ, ապա Ադրբեջանին Իսրայելն էր փորձում ներքաշել Իրանի դեմ պատերազմի, այդ էլ կա, եթե Իրանը այնքան թուլանա, որ Ադրբեջանը մի պահ թվա Ադրբեջանին կամ համոզվի, որ կարելի է հիմա հարվածել, մտնել, գրավել Թավրիզը, հայտարարել, որ Արդեբիլը, Թավրիզը հայտարարել, որ սա հարավային Ադրբեջանը եւ մենք վերջապես միավորվեցինք, անպայման Ադրբեջանը այդ քայլը կանի Թուրքիայի աջակցությամբ, անպայման։ Թեև այդտեղ էլ մեծ խնդիրներ կան, քրդերի հարցը կա, քրդերն են այդտեղ մտնելու խաղի մեջ, որոնք բազմաթիվ են Իրանի արևմտյան Ադրբեջան նահանգի տարածքում։ Այսինքն, չնայած խոսույթին Թուրքիա-Իսրայել արճակատում չեք պատկերացնում։ Այս պահին ոչ, հետագայում շատ հնարավոր է։ Հետագայում ասելով նկատի ունեմ տարիներ հետո կամ եթե իրավիճակը մերձավոր արևելքում կտրուկ փոփոխություններ կրի եւ դա կարող է լինել հենց այս պատերազմի։ Մեզ դա հետաքրքրում է այն մասով, թե ում վերահսկողության տակ կմնա Բաքուն, Անկարայի թե Թել Ավիվի։ Բաքուն այդ պահին պետք է նայի թե ով է ավելի ուժեղ, որովհետև միայն Բաքու Թել Ավիվի հարց չէ, կա նաև Ռուսաստան, կա նաև Իրան, կա նաև Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա։ Այսօր Բաքուն Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Իսրայելի, այսպես ասած, դաշնակիցն է, նաև Եվրոպայի, ՆԱՏՕ-ի, ասենք, բայց հատկապես այդ ԱՄՆ Իսրայել գիծն է աշխատում եւ Թուրքիա, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բնականաբար։ Բայց դե հետո ինչպես կզարգանան դեպքերը, ով կթուլանա, ով կուժեղանա, դրանից դատելով Ալիևը կփորձի իր դիրքորոշումների մեջ ճշգրտումներ մտցնել, բայց դե կհասցնի թե չի հասցնի, հայտնի չէ։ Այսինքն ռիսկերը մոտենում են նաև Թրիպին։ Մոտեցել են Թրիպին, տեսեք, երեք օրինակ հայտարարեց Իրանը, որ կհարվածի ամերիկյան բոլոր ընկերություններին, բոլոր շենքերին, կենտրոններին, որոնք գտնվում են Պարսից ծոցում եւ ամբողջ տարածաշրջանում։ Իհարկե Հայաստանին կարծում եմ դա չէր վերաբերում, թեև ամերիկյան համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը երեք ոչ այսպես աշխատանքային օր հայտարարեց, ավելի շուտ կարծեմ վերադարձան։ Այո, այսօրվանից վերադարձան, քանի որ իսկապես վտանգը այս պահին չկա, բայց մյուս պետությունների նկատմամբ այդ վտանգը կա եւ բնականաբար իր սահմանին հանդուրժել ամերիկյան զինվորականների եւ փաստորեն դա գիտեք ինչ է անեքսիա է Ամերիկայի կողմից Հայաստանի այդ ամբողջ սահմանային գծի այդ 42 կիլոմետրը Միացյալ Նահանգները 99 տարով ասել է ես ցանկանում եմ անեքսիայի ենթարկել եւ Հայաստանի իշխանությունները համաձայնվել են, խնդրեմ ասել են վերցրու քեզ լինի, բայց Իրանը չի համաձայնվում եւ չի համաձայնվի, քանի որ դա նրա համար վտանգ է։ Մեզ համար էլ է վտանգ, քանի որ մերը չի լինում, դառնալու է ամերիկյան։ Թե ինչ հետևանքներ կլինեն դրանից հետո պարզ է, չէ, որ ուշ թե շուտ թշնամիները իրար հարվածելու են եւ բնականաբար եթե ամերիկացիք լինեն այստեղ իրանցիները հարվածելու են ամերիկացիներին, իրենք հարվածելու են կամ հետախուզելու են իրանցիներին։ Ես հուսով եմ, որ այս դեպքերից հետո այս թրիփ կոչված այս անմեղ սունակությունը կդադարի գոյություն ունենալ։ Հուսանք